Պարոն Համբարյան, ինչպես եք գնահատում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, գիտեք, որ Գյումրիի քաղաքապետին 2 ամսով կալանավորել են, ինչ զարգացումներ են հետագայում սպասվում։ Ընդհանուր առմամբ սպասելի էր այս գործընթացը, 3 շաբաթ առաջ Նիկոլան Հողը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ նրանք դուրս են շպրտելու Վարդան Ղուկասյանին, եւ դա արդեն ինձ համար կոնե ցուցանիշ էր, որ Նիկոլան Հողը կամ իր ոճով գործ է սարքում կամ ինչ որ շանս ունի Վարդան Ղուկասյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու։ Հիմա շատ կարևոր է, որ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խումբը մի հատ պարզաբանում տա, թե ձայնագրությունները իրական են, թե պրոֆեսիոնալ կամ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ քայլիստերին բնորոշ ոճով մոնտաժված են, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե այս իշխանությունները ինչերի են ընդունակ, ասենք Բագրատ Սրբազանի քրեական գործը եւ դատավարությունը դրա վառ օրինակն են, ասենք մարդը իր տեսլականն է հայտնում ինչ որ հարցի վերաբերյալ, դա բնութագրում են որպես ահաբեկչության եւ pedagogan հեղաշրջման փորձ։ Էս է այս իշխանության ուրեմն գործելավոճը, այնպես որ ես չեմ ուզում առաջընկնելով ասել, որ այդ ձայնագրությունները իրական են կամ կեղծված են։ Ամեն դեպքում շատ անտրամաբանական է, որ մարդ ով սպասում էր, որ իր հետևից այս իշխանությունները ընկած լինելով կարող են ամեն տեսակ ուրեմն միջոց կիրառել, շանտաժ, ձայնագրություններ, հեռախոսի ուրեմն խոսակցությունների լսում եւ այլն եւ իրեն թույլ տար այդպիսի անփութություն եւ հանգարց փորձեր կաշառք վերցնել ինչ որ մեկից։ Երկրորդը ես այդտեղ ինչ կան նկատեցի այդ գործի վերաբերյալ այն ինչ որ կա, հիմնականում այն X անձը, ով հիմնականում խոսակցություններ է վարել, հիմնականում այդ խոսակցությունները վերաբերելի են ոչ թե Վարդան Ղուկասյանի կառավարման շրջանին, այլ վերաբերելի են հիմնականում ուրեմն Սարիկ Մինասյանի, այո, նախկին ուրեմն քաղաքապետի ժամանակաշրջանին Սարիկ Մինասյանին կոնկրետ եւ շատ հետաքրքիր է, որ գործող իշխանությունները հենց այդ ժամանակ այդ անձի նկատմամբ ինչ որ գործողություններ չէին կատարել, հետաքրքիր է։ Ամեն դեպքում հիմա տեսնենք, բայց գլոբալ առումով մենք առնչվեցինք եւս մեկ փաստի հետ, որ Նիկոլան Հողը իրեն երևակայելով եւ ներկայացնելով որպես ժողովրդավարական լիդեր, ղեկավար, իրականում փոքրիկ ֆաշիստ է, որը չի ընդունում հասարակության լայն շերտերի կողմից ընդրության արդյունքների ուրեմն արդյունքները այսպես ասած փաստերը բազմաթիվ են Ալավերդի համայնքապետ, Ախուրյանի համայնքապետ, Վանաձորի քաղաքապետ, Գյումրիի քաղաքապետ, Փարաքարի համայնքապետ տարբեր մեթոդներ են կիրառվում ընդդիմադիր տեխնատուների խաղից դուրս հանելու եւ չեզոքացնելու համար։ Սա նաեւ նպատակ է, հատկապես այս վերջին իրադարձությունները Փարաքարում, հիմա Գյումրիում նպատակ է ուրեմն վերջնականապես ուզուրպացնել ողջ իշխանությունը։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Նիկոլան Հողը արհամարած ունի ժողովրդի ընտրությունը, Նիկոլան Հողը ընդհանրապես թքած ունի ժողովրդի ընտրության արդյունքների վրա, որովհետեւ շատ պարզ թվաբանություն է, հասկանում եք, չի կարող, ասենք, քիչ թե շատ ուղեղ ունեցող մարդը չհասկանալ, որ ասենք 47,000-ից ավել ընտրություններին մասնակցած գյումրեցիների 63%-ը դեմ է քվեարկել ԿՊ-ին։ Ասենք իմ նայում ես էլի այնտեղ լնգուլ ավազ ունեն ԿՊ-ում, ասենք Վարդան Ղուկասյանը չի հաղթել։ Լավ, իրենք ինչպես են պատկերացնում հաղթանակը ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։ Պարզ ֆորմուլաներ կա, հասկանում եք, դրա պահով, ասենք, այլ քննարկում չկա։ Ժողովրդավարական հասարակություններում եթե ընտրություններ են տեղի ունենում, հաղթում է երկու ձևաչափով։ Մեկը, երբ որ տեխնազուն կամ համապատասխան քաղաքական թիմը հավաքում է 50% եւ ավելցան եւ միանձնյա ղեկավարում է համապատասխան քաղաքը, եթե քաղաքապետի ընտրության մասին է խոսքը։ Երկրորդ տարբերակային է, որ ոչ մի քաղաքական ուժ 50% գումարած մեկ ձայն չի ստանում եւ տեղի է ունենում գաղափարական նմանություն ունեցող քաղաքական ուժերի միավորում, ասենք թե նույն ընդդիմությունը
ասենք միավորվում է եւ մեխանիկորեն նրանք ստանում են հնարավորություն ձևավորել իշխանություն, ասենք այդտեղ ոչ մի բարդ մաթեմատիկա չկա, բարդ մաթեմատիկա չկա նաեւ հաշվարկելով, որ 47000-ից ավել ընտրողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ ԿՊ 37%, ոչ ԿՊ-ին դեմ 63%, հիմա իրանց ուզածը ինչ է։ Վարդան Ղուկասյանը ասում են չի ընտրվել, հասկացանք, որ առաջին փուլով 50% գումարած մեկ ձայնով չի ընտրվել, բայց երկրորդ տարբերակով ինքը ընտրված է եւ ուզեն թե չուզեն իրանք այդ ուրեմն փաստեր պետք է առնչվեն։ Հիմա նրանց գլխավոր նպատակը երկուսն է։ Առաջնայինը վախեցնել էջմիածինցիներին, բացահայտ։ Սա այս տերորը Գյումրիում էջմիածինցիներին վախեցնելու համար է, որովհետեւ Վարդան Ղուկասյանին կալանավորելը առանց այս մասկի շոուների, առանց այս կաբիգության, առանց ահռելի գումարներ ծախսելու շատ հեշտ էր։ Կանչում էին մարդուն հակակոռուպցիոն կոմիտե, հարցաքննության եւ տեղում կալանավորում էին, ինչպես անում են շատ դեպքերում այլ մարդկանց հետ։ Թե իմաստը որն էր, գալ լծվել քաղաքապետարան Գյումրի, հետո դուք տեսակ ասենք քաղաքապետարանի պատուհանները կոտրել, դռները կոտրել, ասենք չի կարելի այդ ուրեմն դռները նորմալ բացել կամ պատուհաններից դուրս թռնելը սովորեն էր։ Այդ կաբիգությունում համար էին անում։ Գյումրեցին վախեցող չէ։ Գյումրեցին բազմաթիվ անգամ Նիկոլ Անհողին եւ նրա դավաճանավորմագին ցույց է տվել, որ արհամարած ունի իր բոլոր այդ ձևաչափով ուրեմն ահաբեկությունները 21 թվականին էլ չընտրեց, 25 թվականին էլ չընտրեց ու ապագայում էլ չպետք է ընտրի։ Սա Նիկոլ Անհողը պետք է շատ լավ հասկանա, որ գյումրեցիներին ահաբեկելով հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել։ Եվ երկրորդ նպատակը ավելի հեռավոր է սպասվելիք համապետական ազգային ժողովի ընտրություններից առաջ զավթել իշխանությունը Գյումրիում եւ ուրեմն ռեսուրսները Գյումրիի, ասենք թե քաղաքապետի հնարավոր ռեսուրսները օգտագործել վաղեմյուսօր իրենց ԿՊ-ի իշխանությունը վերարտադրելու համար։ Սա է գլխավոր նպատակը նաեւ երկրորդ առաջ տեղի ունեցած Գյումրիի քաղաքապետարանի այդ կաբիգության։ Պարոն Համբարյան, իսկ ինչպես կզարգանա իրավիճակը, շատերը քննարկում են մի քանի սցենարներ, որ կարող են այդպես զարգանալ իրավիճակը, ինչ կլինի առաջիկայում։ Դե նայած թե հիմա Նիկոլ Անհողը ինչ ծրագրեր ունի, կարող են անվստահություն հայտնել քաղաքապետի ԺՊ-ի պաշտոնակատարին եւ իրենք իրենց ձևաչափով, ասենք թե ինչպես արեցին Վանաձորում, ինչ որ մի ԺՊ-ի դրեցին, որը մինչև հիմա քաղաք է ղեկավարում առանց ավագանի, չի բացառում այդ սցենարը, չի բացառում, որ մանդատագողությամբ զբաղվեն։ Դուք պատահական եք համարում նաեւ, որ Վարդան Ղուկասյանի եղբոր Թորանն են նաեւ ձերբակալել։ Նպատակը մեկն է, ավագանիներից մեկը եւս չկա այդ ուրեմն ֆրակցիայի, այսինքն Վարդան Ղուկասյանին սատարող կոմունիստական կուսակցության ավագանիներից մեկը եւս չկա, այնպես որ տարբեր ուրեմն ձևաչափեր կան, որովհետեւ նրանք կարողանան զավթեն իշխանությունը Գյումրիում։ Իրանց ձեռքում է իշխանությունը, այդ մուրճը իրենց ձեռքում է, էլի։ Ինքը պատահական ցույց չի տալիս այդ մուրճը։ Դա դիտավորյալ է, ցույց տալիս, որ եթե ինքը դրսում կադու է, ներսում ինքը արյուծ է խաղում։